Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը գիտի առնվազն 4 բանկ, որի հաճախորդների հաշիվներից կիբերհանցագործները զգալի գումար են տարել։ Նա զգուշացնում է, որ կան հատուկ սարքեր, սկիմերներ, որոնց միջոցով իրականացվում է բանկոմատներից տվյալների գողությունը։ Սկիմերներից պաշտպանված բանկոմատներ կան, որոնց ուռուցիկը այսպես քարտը մտցնելու տեղը ինքը հատուկ է այդպես արվում, որ այնտեղ ոչ մի լրացուցիչ սարք հնարավոր չլինի դնել։ Կիբերանվտանգության ոլորտի զարգացմանը նվիրված ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության եւ ներքին գործերի հարցերով մշտական հանձնաժողովի անցկացրած լսումներին Սամվել Մարտիրոսյանը անդրադարձավ նաեւ SOS ցանցերում ազգային անվտանգության ծառայության վերահսկողությանը։ Մենք միշտ պետք է մտքում պահենք, որ հնարավոր է լինել, բայց ոչ մի փաստ կամ նույնիսկ այսպես կիսափաստ գոյություն չունի։ Facebook-ը նա չի համարում վստահելի շփման միջոց։ Ձեր նամակագրությունը ոչ միայն ձեր մոտ է, այլ նաև Facebook-յան սերվերներում։ Հայաստանի Հանրապետության տեղեկատվական բազաների վրա դրսից հարձակումները կրում են մշտական բնույթ եւ կտրուկ աճում են հատկապես պետական ու հանրային լայնամասշտաբ միջոցառումների ժամանակ։ Նախորդ տարում խափանվել են ընդհանուր առմամբ մոտ 1 միլիոն հակերային հարձակումներ, որոնցից միայն մի քանի 100,000-ը հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումների ժամանակահատվածում։ Իդեպ քննարկմանը մասնակցող Հայաստանի Հանրապետական կուսակցության падգամավոր Կորյուն Նահապետյանին լրագրողները հարց ուղղեցին Գորիսի ոստիկանապետ Գևորգ Ազիզյանի կողմից իր տեղակալի եղբորը Արթուր Գևորգյանին ծեծի ենթարկելու վերաբերյալ։ Ցանկացած պաշտոնատար անձի պարագայում առավել եւս ոստիկանության ներկայացուցիչների դեպքում բռնություն գործադրելը դա չպետք է համարել նորմալ երևույթ։ Այս պահին ծառայողական քննություն է ընթանում եւ մինչեւ քննության ավարտը Հայաստանի Հանրապետության ոստիկանապետի հրամանով Գևորգ Ազիզյանի լիազորությունները դադարեցվել են։